Ինչ մտքերով կատարեցիք ընտրությունը, հանուն ինչպիսի Հայաստանի։ Հանուն մեծ փոփոխության մեր երկրում ու վերակառուցվող Հայաստանի, որտեղ հայերը հիմնականում զբաղված են իրենց երկիրը վերակառուցելու եւ ոչ թե իրար վատություն անելու, իրար հետ կռվելու, հակադրվելու, վերակառուցենք վերջապես թոթափենք մեր վրայից այս հակադրությունների ընդհանուր ֆոնը եւ սկսենք մեր երկիրը սարքենք լուրջ զարգացող ակտիվ երկիր, ոչ թե հակադրություններով մեզ զբաղացնենք, բոլորս իրար կյանքը դժվարացնենք, նաեւ այնպես ուժեղ երկիր, որ մենք վաղը մյուս օրը, մյուս սերունդները ել ավելի ուժեղացնեն եւ ոչ թե նույն խնդրի առաջ կանգնեն, այսինքն այս դասարանը փոխենք դրա համար ու նաեւ ուզում եմ դիմեմ մեր բոլոր հայրենակիցներին շուտ այսօր խնդրում եմ բոլորին 10 րոպեեր ընդամենը գնացեք ընտրության 10 րոպե արագ եկանք անձնակիրը վերցնում ես գալիս ես ինչքան հնարավոր շուտ օրվա վերջ մի թողեք որ հանկարծ ինչ որ բան չուշանաք գնացեք ընտրության բերեք մեծ փոփոխություն մեր բոլոր հայրենակիցներին շնորհակալ եմ բոլորից լավ օր ձեզ Mr. Karapetyan, yes do you consider the elections free and fair? Elections it's already almost like 30 minutes that had started so we'll look how it will go on and we'll answer to your question at the end of the day sir Very good. Thanks. What do you say about the allegations of Russian interference in your party? There is no any allegation in our party and there is a big depth. Are there any allegations with civil contract and Turkey? We must check it. Thank you. Thank you. Thanks. Մենք գիտենք, որ վերջին երկու ընտրություններին 2018 եւ 2021 թվականներին ամենացածր ընտրական ակտիվությունն է գրանցվել անկախ Հայաստանի Հանրապետության պետության ընթացքում։ Ինչ կարող եք ասել այն քաղաքացիներին, ովքեր չեն կողմնորոշվել կամ անտարբեր են ընտրական այս գործընթացին։ Եթե մեր քաղաքացիները չեն ժամանակ չեն տրամադրում որ գնան ընտրության, նրանց տեղը, նրանց ճակատագիրը որոշվում է այլ ձև։ Եթե ուզում ես քո ճակատագիրը որոշես, 5 տարվա քո ճակատագիրը ընդհանուր երկրի զարգացման, ուղղակի 10 րոպե, 15 րոպե, ոչ մի դժվարություն։ Գալիս ես, մտնում ես, դուրս ես գալի։ Առանց դրա համար մեր հասարակությունը հիմնական կարևոր մի գործ ունի։ Այսօր բոլորը գնան ընտրեն իրենց ցանկությամբ, բայց մասնակցեն ընտրության։ Դա շատ կարևոր է։ Մասնակցեն ընտրության, որովհետև դա է այս պարագայում երկրում ամենակարևոր մեր քաղաքացիական դիրքորոշումը, պայքարի ձևը, թեկուզ ապագայի տեսլականը։ Մասնակցեք ընտրության, մինչև այս եղած բոլոր քայլերից դուք հետևություններ արեք եւ մասնակցեք, սիրելի հայրենակիցներ, 10-15 րոպե։ Եվս մեկ հարց։ Պարոն Կարապետյան, ոչ պաշտոնական տեղեկություններ կան, որ արտերկրից, մասնավորապես Ռուսաստանից, եկած մեր հայրենակիցներին, որոնք զինապարտության տարիքի են, թույլ չեն տալու դուրս գալ Հայաստանից եւ ուղարկել են վարժական հավաքների։ Ձեզ ինչ է հայտնի այս մասը։ Դա ուղղակի տեղեկատվական ինչ որ հնարքներ են կիրառում, որպեսզի մարդկանց մասնակցությունը ընտրություններին նվազեցնեն։ Բոլոր Հայաստանի քաղաքացիները իրավունք ունեն ընտրություններին մասնակցեն, դա իրանց համանդրական իրավունքն է, ոչ մեկ իրավունք չունի խոչընդոտի։ Իշխանությունը ուզում է այնպես անի, որ քիչ մարդ մասնակցի ընտրություններին։ Երբ որ մեր բոլոր հայրենակիցները մեծ մասը մասնակցեն ընտրություններին, դա է լինելու իսկական կամ արտահայտությունը։ Դա եւս մի ապացույց է, որ ցանկանում են, որ քիչ մարդ մասնակցի։ Բոլորս մասնակցենք, մեր կարծիքը հայտնենք եւ այդ ժամանակ տեսնենք մեր ժողովրդի իրական կարծիքը բոլորը կտեսնեն։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, ապրեք շատ։